Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան լողավազանը շենքի հիմնանորոգումից հետո շուրջ 1 ամիս առաջ սկսել է գործել ու միանգամից մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Արդեն 200 երեխա է հաճախում եւ մասնակցում ջրային մարզումների։ Նրանցից շատերն ընդգրկված են նաեւ հայորդյաց տան մյուս դասարաններում։ Հետաքրքրություններս ֆուտբոլն են, լողը, բայց որ առաջին անգամ եկա այստեղ, ինձ շատ դուր եկավ, որովհետև մարզիչները շատ հոգատար են ու բարի ու շատ լավ են սովորեցնում։ Մենք սովորել ենք տարբեր ձևերով լողանալ՝ մեջքի, փորի, բրաս, կլոր, մեկի դելֆին լող։ Լողը հրաշալի է ազդում սիրտանոթային շնչառական համակարգի վրա։ Լողի բարենպաստ ազդեցության մասին լավ տեղյակ է մարզիչը Տաթև Համբարյանը։ Նա այս մարզաձևում որպես մարզիչ աշխատում է 2010 թվականից։ Առհասարակ լողը դա կենսական նշանակություն ունեցող սպորտաձև է եւ բացի սպորտաձև լինելուց նաեւ կենսական նշանակություն ունի։ Այսինքն մարդը երբ որ ծնվում է եւ սկսում է ապրել, պարտադիր հմտություն է եւ դա պետք է անպայման ձեռք բերել։ Բնական է լողի հաճախելով շատ ավելի արագ է այդ process-ը տեղի ունենում։ Հայորդյացտան լողավազանը համապատասխանում է ստանդարտներին, միջազգային ստանդարտներին, այսինքն օլիմպիական ձևի համար 50 մետր է պետք, բայց ուսուցման համար 25 մետրը ստանդարտին համապատասխան է, ջուրը, պայմանները, լողավազանը ամեն բան շատ հիանալի է։ 8 մետր լայնությամբ ու 25 մետր երկարությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան լողավազան 4 լողուղիով երեխաների հետ 2 մարզիչներ են աշխատում։ Շաբաթվա ընթացքում 3 պարապմունք է նախատեսված ամսական 12 այց։ Լողավազանը գործելու է ողջ ամառվա ընթացքում։ Այս մարզաձևի պարապմունքների համար արձակուրդ չկա։